գրագիտ էին խոսում պրոֆեսիոնալ, որ չմտածեցի դա կեղծ լինի, նոր եմ տեղափոխվել Հայաստան, վերցրել եմ քարտս, մտածեցի սխալ եմ ակտիվացրել։ Չեն հանդարտվում զեղծարարները, հիմա էլ հին մեթոդներն են վերամշակում, կատարելագործում ու դրանց երկրորդ շնչառություն հաղորդում։ Հիշում եք մի 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ տենց բավականին մեծ ալիք եղավ, որ մարդկանց զանգում էին, ասում էին ձեր իբր օպերատորից, ձեր 5G-ն ենք միացնում, հետո ինչ-որ հղում էին ուղարկում, ոչ կարծ ասած, պարզ պրիմիտիվ մարդկանց բանկային քարտի տվյալներ էին հավաքագրում ու վրայից գումարը հանում։ Սցենարի սկիզբը նույնն է, փոխվում է ընթացքը, ավարտն էլ դեռ հայտնի չէ։ Զանգահարում են որևէ կազմակերպության անունից, ներկայանում բջջային օպերատոր, տեղեկացնում, որ ծրագրային խնդիր է առաջացել։ Խնդրում են տեղափոխվել WhatsApp, միացնել share screen, որի ժամանակ էլ հասանելիություն են ունենում ձեր հեռախոսին։ Դրան էլ հետևում են իբր կարգավորումների համար անհրաժեշտ պարտադիր քայլերի հրահանգները։ Իրենց մոտ համակարգչում ինչ-որ խնդիր էր ցույց տվել, ասացին օգնեք կարգավորենք։ Մի քանի հրահանգներ տվեցին, որ ճիշտ ակտիվանա, բայց չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ լուրջ բան կար կամ չկար։ 3-4 հոգու հետ նման բաներ խոսել եմ, բոլորը արել են ամեն ինչ բոտի վրա արագ հապճեպ ու չեն կարող հիշել, թե ինչ են ցույց տվել, ինչ են արել այդ զանգող արտախ օպերատորի հետ միասին։ Խնդիրը ավելի քան խորքային է։ Եթե առաջ նույն պահին հափշտակում էին բանկային հաշվին եղած գումարը, ապա հիմա հնարավոր է օգտագործեն անձնական նամակագրությունները, լուսանկարներն ու գաղտնաբառերը, որոնք հետո կարող են օգտագործվել ու դառնալ շանտաժի առարկա։ Արդեն 3-4 օր է անցել, բայց դեռ լուրջ բան չեմ նկատել։ Հնարավոր է նամակագրություններս տեսած լինեն կամ հեռախոսի մեջի լուսանկարները, վիդեոները։ Զարգացող տեխնոլոգիաներին զուգընթաց զարգանում են նաև կիբերհանցագործությունների մեխանիզմներն ու հնարավորությունները։ Վիրտուալ խաբեությունների հաջողության գաղտնիքը մարդկային բնազդների ու հույզերի հետ խաղալն է։ Դրանք հաճախ նյութապես վնասելուց բացի կարող են նաև լուրջ հետևանք թողնել հոգեբանության վրա։ Ոստիկանությունից եւս հորդորում են զգոն լինել, ցանկացած կասկածելի հավելված հղում կամ հեռախոսազանգ մանրակրկիտ ուսումնասիրել։ Անհրաժեշտության դեպքում էլ դիմել մասնագետի կամ ոստիկանության օժանդակությանը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։